Կադրերում իրավապահները ինչ-որ անձի առել են ակցիանի մեջ և կոպիտ մեթոդներով ձերբակալում են։ Խիստ վտանգավոր անձ է հավանաբար, զինված է գուցե, չափազանց ծանր հանցանքի մեջ է մեղադրվում։ Ոչ, նա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է, ով սոցիալական ցանցի իր էջում մի քանի թթու խոսք է գրել իրավապահների հասցեին։ Իրավապահները դա գնահատել են որպես հանցագործություն։ Քննիչի դատախազի կամ դատավորի մասին արատավորող տեղեկություն հրապարակելը այս դեպքում իմ կարծիքով չի կարող համադրելի լինել Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակային խոսքին Facebook-յան գրառմանը, որտեղ այդ գրառումը ընդհանրապես քննադատություն էր պարունակում։ Փաստաբանին դատարանը տարել է կալանքի, այնուհետև հանրային ճնշման ներքո փոխել խափանման միջոցը։ Բայց ինչ է ստացվում։ Մարդը գնահատական է տալիս պետծառայողների աշխատանքին, այդ վերաբերմունքն ինչ-որ անձինք գնահատում են որպես սեփական անձն արատավորող տեղեկատվություն։ Սոցիալական հարթակներում իրավապահներին ուղղված քննադատությանը քրեական գործով արձագանքելու առաջին դեպքը չէ սա։ Անձը դժգոհություն է հայտնում բառի ամենաուղիղ իմաստով, դժգոհություն է հայտնում ոստիկանության անգործության համար, այն բանի համար, որ ադրբեջանցիները կարող են երգել եւ ապրել հանրապետության հրապարակում եւ ոստիկանությունը դրանից տեղյակ չլինի, եւ անձը հայտնվել է մեղադրյալի աթոռին, խոսքը գնում էր ատելության խոսքի անհանդուրժականություն տարածելու մասին, ըստ մեղադրանքի դա վերաբերվում էր իրավապահներին եւ իշխանություններին։ Ընդհանրապես վերջին շրջանում քննչական մարմինները համացանցով արտահայտվող կարծիքները հեշտությամբ սկսել են տեղավորել քրեական տարբեր հոդվածների տրամաբանության մեջ։ Մնացած հատկանիշները, որ անհրաժեշտ են այդ արարքների համար, մի կողմ են դրվում շատ հաճախ, որակում է զուտ այդպես մի հատ հայհոյան քնչեց խուլիգանություն, մի հատ ինչ-որ չար մաղթանք, ճակերտավոր ասենք, բռնության կոչ եւ այլն։ Սա չարաշահումը բուն միտք է, այսինքն դա լիներ թերթում տպագրած, դա ներ հրապարակում ասված, ենթադրում որ նույնպիսի գնահատական կտային, սխալ գնահատական։ Կա կարծիք, որ հենց այս մեխանիզմով էր ժամանակին հարուցվել քրեական գործ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ, ով մահացավ իր գործի քննության ժամանակ հենց դատարանի դահլիճում։ Եթերում արտահայտված նրա խոսքերը գնահատվել էին որպես ազգային արժանապատվության վիրավորանքի դրսևորում։ Պատահական զուգադիպությամբ համացանցում գրառումներով կամ տեսանյութերով արտահայտած մտքերի համար հիմնականում քրեական հետապնդման են ենթարկվում մարդիկ, որոնք ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեն։ 95% պլյուս գործերում այդ ատելության խոսք կոչվածի թիրախում խոսքի գտնվում էին իշխանությունները։ Այստեղ կամ պետք է եզրակացնենք, որ ընդդիմադիր հայացք ունեցող 95%-ն է այդպեսին, չէ՞, ինչը մի քիչ մեծամիտ կհնչի, կամ ուրեմն կողմնակալ են առնում գործերը, կամայական են հարուցվում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային վճիռներով ֆիքսել է, որ քաղաքացիները կարող են իշխանության վերաբերյալ արտահայտել շատ ավելի սուր կարծիքներ եւ դա քրեական հետապնդման հիմք չէ։ Ահավասիկ եվրոպական դատարանում քննված գործի մանրամասները դեպքը տեղի է ունեցել ոչ Հայաստանում։ Մեղադրյալի աթոռին հայտնված անձը կոչ էր արել պատրաստել հատուկ վառարան քաղաքի կենտրոնում, օրը 2 անգամ այրել այնտեղ ոստիկաններին, ընդ որում հայոյախառն բնորոշում էր տվել այն անձանց հասցեին, որոնք կարող են աշխատել ոստիկան։ Դե եկեք համեմատենք։ Հայկական իրականությունում, սակայն սոցիալական հարթակներում այս կամ այն կառույցի վերաբերյալ վիրավորական արտահայտություններով գրառումները քրեական հետապնդումների հիմք են դառնում։ Դրանք հաճախ գնահատվում են որպես մեդիա միջոցներով դրսևորված խուլիգանություն։ Իրական կյանքում խուլիգանությունը մեկնաբանվում է այսպես. հանրային վայրում հանրության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը, որը ուղեկցվել է, ասենք, հայհոյանքներով կամ հանրային կարգի խախտումով։ Ինչպես կարող է անձը սոցիալական ցանցի իր էջում ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանրային կարգի նկատմամբ։ Ինքնին վատ բառը կամ հայհոյանքը ինքնին չի նշանակում անարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ, ինքնին չի նշանակում բարոյական նորմերի խախտում։ Դեպքեր կան, չէ՞, մեկը օգտագործում է ինչ-որ հայհոյանք, նախապես զգուշացնում է, որ մարդիկ ովքեր դա կարող վատ տանեն, հեռու գնացեք, օրինակ էկրաններից, ես այս բառն եմ հիմա օգտագործելու, ինչ-ինչ բառերով ինչ-որ մեկի նկատմամբ, որտեվ պատճառ կա դրա, նպատակ կա դրա ինչ-որ, նպատակ անարգալից վերաբերմունքը չի։ Խնդիրն այն է, որ այս ոլորտում իրավապահների ֆոկուսում սովորաբար չեն հայտնվում նրանք, որոնց գործողությունները ենթադրաբար չեն տեղավորվում օրենքի շրջանակում։ Սոցիալական հարթակներում այսօր կարելի է հարյուրավոր տեսանյութերի հանդիպել, որոնք իսկապես մեծ խնդիր են հանրային ընկալումների տեսանկյունից եւ ունեն հազարավոր դիտումներ։ Բա դու իրավունք ունես գաս ֆեյքերով ստե գրես։ Քո էջը փակել է հենց հիմա վարկե Բագի ուրիշ բացեմ, 500 բացեմ,
Հետանովը չես կարա բաղցնես։ Հանրության մի մասը համոզված է, որ նման նյութերի հեղինակներին պետությունը պետք է ինչ-որ կերպ սահմանափակի, այսինքն սահմանի նորմեր, որոնցով նման տեսանյութերը կֆիլտրվեն, իսկ դրանց հեղինակները կզսպվեն։ Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ ակնոցները, ինչ չեն ասում, մարդուն դարձնում են ավելի ինքնավստահ։ Ինչու՞, որովհետև թաքցնում են հայացքը, ըստ այդմ նա իրեն ավելի պաշտպանված է զգում դիմացինի նկատմամբ։ Նույն տրամաբանությունը աշխատում է նաև սոցիալական հարթակներում, համացանցում ընդհանրապես։ Դու չես երևում, ըստ այդմ դառնում ես ավելի համարձակ եւ ազատ։ Ինչ օրենքներով են կարգավորում այդ ցանցերը, կարգավորում է Միացյալ Նահանգներում ընդունված օրենսդրությամբ։ Այսինքն Հայաստանում մենք ունենք կարգավորող մարմին, որը որ բովանդակությունը կարգավորում է ինտերնետով։ Վերջին տարիներին քննարկվում է ռուսական Ռոսկոմնadzor-ի պես կառույց Հայաստանում ստեղծելու անհրաժեշտության հարցը։ Այն պետք է կարողանա արգելափակել անցանկալի ռեսուրսները կամ նյութերը համացանցում։ Քաղաքասարակության ներկայացուցիչները սակայն չեն ողջունում այդ հեռանկարը։ Այն օրենքները, որոնք գործում են օֆլայն, այսինքն հասարակ կյանքում, նույն օրենքները պետք է կիրառվեն օնլայն, առցանց։ Նոր օրենսդրություն առցանցի համար մշակելը շատ վնասակար է եւ վտանգավոր։ Ինտերնետը լի է շատ բաներով։ Այստեղ շատ վտանգավոր է։ Մի կողմից եթե մենք սկսենք պետությանը, էլի չեմ ուզում դա բարձրացնել, պահանջել դրա ցենզուրա, մենք հսկայական ուրեմն չարաշահանան տեղ ենք ստեղծելու։ Արևմուտքում այս հացին թիրախային մոտություն են սկսել դրսևորել։ Օրինակ, մեզ մոտ հաճախ է խոսվում, որ համացանցում բռնություն կամ ատելություն քարոզող նյութերի հիմնական սպառողն անչափահասներն են։ Կաստրելը օրինակ ընդունված է օրենք, որ սոցիալական ցանցերում 16 տարեկանից ցածր երեխաները իրավունք չունեն ունենալ account։ Մեդալն ունի երկու երես։ Մի կողմից համացանցը քրքրելուց իսկապես գրաքննող որևէ կառույց ստեղծելու ցանկություն է առաջանում, մյուս կողմից հասկանում ես, որ դժոխքը լի է լավ ու բարի ցանկություններով։ Հայաստանյան ներկա իրականությունում նման գործիքն արագ կարող է վերածվել քաղաքական այլախոհության ճնշման միջոցի։ Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։